Ժամանակն է ներկայացնել մեր հաջորդ հյուրին, Առավոտ լուսով վիքենդի տաղավարումը երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ով Ծերնունային չի եկել։ Նա վերջերս մի քանի օր առաջ հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը։ Բարի լույս Գուրգեն։ Ողջույն։ Բարի լույս Գուրգեն։ Ինչպես է առավոտը սկսվել այսօր։ Շատ լավ, ինչպես բոլոր օրերին իմ ամենասիրած օրվա ժամն առավոտը։ Առավոտվա մարդ եք։ Հակագիշերային մարդ եմ ես։ Հակագիշերային։ Աշխատելն էլ է առավոտյան ավելի լավ ստացվում, ստեղծագործելը։ Դե առավոտյան ժամերը, քանի որ շատ արդյունավետ են ու քիչ ժամանակում ավելի շատ գործ է ստացվում անել, իմ կարծիքով առավոտը ճիշտ է նաև աշխատել, եթե հնարավորություն կա, էլի։ Իսկ դա ձեր անձնական բիոռիթմն է, թե բոլորին է վերաբերում։ Առավոտվա ժամերի արդյունավետությունը։ Չէ, դա գիտական ապացուցված բան է բոլորի համար, բայց շատերի համար դժվար է այդ ռեժիմը պահելը, ուղղակի ես որ գիշերային կյանք եւ չեմ սիրում եւ աշխատանք չունեմ գիշերային, տենց ինչ որ տեղում չեմ աշխատում, դրա համար ես կարողանում եմ իմ գրաֆիկը ես կարգավորեմ ու շուտ քնեմ, շուտ զարթնեմ։ Գուրգեն, ինչ երգի հիման վրա է նկարահանվել ձեր նոր տեսահոլովակը, կմանրամասնեք։ Երգը կոչվում է Աննման է, այսինքն այդպես վերնագրեցինք երգը, քանի որ հստակ վերնագիր էլ չկար։ Երգը վաղուցվա երգ է, նոր չի, ես երգել եմ իմ շուտվա համերգներից մեկի ժամանակ, հենց այս գործիքավորման տարբերակով, ուղղակի ցանկացա, որպեսզի նոր գործիքավորվի ու ունենա երգը տեսահոլովակ, որտեվ ես երգը սիրում եմ ու հետաքրքիր պատմություն ասեմ երգի հետ կապված, այս երգը իմ ընկեր գոլեգա Մավր Մկրչյանը պետքա երգեր, իր համար արված գործիքավորում էր, որը ես լսեցի, շատ հավանեցի եւ այսպես վերցրեցի կոպիտ ասած, ինքն էլ նվիրեց, կարծում եմ սիրով։ Ու այդպես որոշեցի, որ երգը ունենա տեսահոլովակ, մի խոսքով հասանելի լինի, որովհետև երաժշտական աշխարհը գիտեր, իսկ ոչ երաժիշտները այդքան էլ չէ։ Ո՞ւմն է երգը եւ ով է հեղինակը։ Երգի հեղինակը Վլադիմիր Ոսկանյան, խորհրդային տարիներին ինքնու ստեղծագործող Թիֆլիզահայ։ Իսկ տեսահոլովակը ով է նկարահանել։ Տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը, առաջին անգամ աշխատեցինք իր հետ։ Ու կարծում եմ հաջող է ստացվել։ Շարունակվում է Առավոտ լուսով վիքենդը, սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրն է Գուրգեն Դաբաղյանը։ Գուրգեն, ինչպես է ստացվում ձեր ոճը պահպանել եւ արդյոք կոմերցիայի եւ ժամանակակից այլ ուղղությունների գրավչություններ ու գայթակղություններ չեն լինում ճանապարհին։ Այս ոճը ասեմ ձեզ, որ նաեւ կոմերցիոն է։ Այնպես չի, որ լրիվ այդ կոմերցիոն դաշտից դուրս է, սենց մի ոտքով, սենց կարելի ասել, ինչի եմ ասում, որովհետեւ հենց անձամբ ես էլ շատ մասնակցում եմ տարբեր առիթների, ուրախությունների մասին է խոսքը ու այս երգերի տակ, եթե ժամանակակից գործիքավորում արված, շատ էլ լավ ժողովուրդը ապարում ուրախանում է եւ ես ուրախ եմ ու այդ գիծը անպայման աշխատում եմ առաջ տանեմ, որ շատերի մոտ այդ կարծրատիպերը որ կան, ժողովրդական երգը պետքա լինի անպայման տխուր, ձանձրալի, իրատակ ապարել քեֆանել չի լինում, դա այդպես չի։ Հենց իմ ամենահայտնի երգերից Լուսինե Սամպիտակինը դրա վառ վկայությունն է, որ արդեն 10 տարուց ավել չի լինում մի առիթ, որ ինձանից չուզեն, չպահանջեն այդ երգը չվճարեն, երկրից երկիր գնամ ու մարդիկ, ասենք, լրիվ լավ, նորմալ քեֆ են անում, ինչ որ այն մյուս երգերի տակ։ Դա ձեր ֆենոմենն է եւ երգի այցեքարտ լինելու հանգամանքն է, թե ժողովրդական երգը որպես այդպիսին շահավետ է մեր օրերում։ Կոմերցիոն տեսակետից։ Ֆենոմեն չէ, ասի մի քիչ շատ կլինի ֆենոմեն ասել է, երգը ինքը կոնկրետ այդ երգի մասին Լուսինե Սամպիտակինը, քանի որ հայտնի է դարձել, հայտնի երգը ոնց որ մարդկանց ստիպի, որ վեր կենան տեղից, քո հետ սկսեն երգել, թեկուզ համերգների ժամանակ։ Բայց եթե կարողանաս այսօրվա հնչողության մեջ տեղավորել այդ երգը, ինքը արդեն կունենա ավելի լավ դիրքեր։ Իսկ այդ երգերը իրանք վաղուցվա գրված են, նույն Լուսինե Սամպիտակինը երևի 60-ական թվականներին է եղել մոդա գրվել Գուսան Բագրատի կողմից, ես այդ երգի մասին սկի չեմ էլ իմացել, իմ պապան ասել, ինքն ասում էր, որ սենց մի հատ երգ կար այն ժամանակ, ինքն էլ է երգիչ եղել, հարսանիքներին երգում էինք լավ բան։ Դե սկզբից մտածում էի, ինչ պետք է լինի, ասենք, այդքան հին երգը, որ այսօր, բայց տեսեք, գործիքավորումը արվեց նորմալ բան ու աշխատեց։ Ու նման օրինակներ էլի կան։
ու ի տարբերություն օրինակ իմ փոքր հասակի ու հիմա որ ես համեմատական եմ անցկացնում ժողովրդական երգը ընդհանրապես շատ ավելի լավ դիրքերում է, շատ ավելի շահեկան վիճակում է, քան այն ժամանակ։ Այն ժամանակ ես փոքր էի երգում էի, նախ քննադատության շատ ալիք կար, թե ինչի է փոքր երեխան յար երգում, սա նովականի մազերը չի սպիտակել, նա ինչ է հասկանում, ջիվանու ձախորդորերը, սենց ինչ որ կարծիքներ կային, բայց ինձ իրականում ասենք ոչ մեկ ոչ ստիպել է, ոչ բան, ես զգացել եմ այդ երգերը, սիրել եմ, երգել եմ, լավ աստացվել, Աստվածատուր շնորհը եղել է, այդպես, իսկ հիմա շատ հաճախ ես տեսնում եւ համերգներ ազգային, ազգագրական, ռազմահայրենասիրական, ժողովրդական, աշուղական երգերի թեմատիկայով եւ ինչպես ասեցի, այդ ուրախ առիթներին ավելի կոմերցիոն բնույթ ունեցող, որ էլի հնչում են քիչ թե շատ այս երգերը, որը կարծում եմ պրոգրես է։ Իսկ ստեղծագործությունները, որոնք ավելացնում եք ձեր երգացանք, բացառապես զգացողություններով եք առաջնորդվում, թե օրինակ ընտրում եք նաև ստեղծագործություններ, որոնք կոմերցիոն նպատակին են ծառայում։ Չէ, համադրում եմ, մենակ զգացողություններով չէ, կան մենակ զգացողություններով գրված, դրանք շատը մնում են իմ համար, սենց ավելի փակ, բայց եթե ինքը ես գտնում եմ, որ այսօրվա հնչողություն կարա ստանա նաև, խոսքը իմ գրածների մասին է, ես նաև երգեր եմ գրում, եթե այսօրվա հնչողություն մտածում եմ կարա ստանա կամ խորտակցում եմ տենց մարդկանց հետ ովքեր որ հասկանում են բնագավառից, տենց քիչ թե շատ նոր որոշում ենք, որ իրա վրա արժի ինչ-որ ռեսուրս ծախսել, ժամանակ, էներգիա եւ իհարկե գումար։ Գուրգեն, կտրուկ ոճափոխության մասին երբևէ մտածել եք։ Երաժշտական ոճի մասին է խոսքը։ Կարծում եմ չէ, երևի չէ, տենց կտրուկ չէ։ Ինչ որ համադրումներ բաներ եղել է, օրինակ Թամզարայենք երգել Արամի հետ են Պետրի, տենց հետաքրքիր ինչ որ բաներ եղել է, բայց երևի իմ 30 տարվա երգելու պատմությունը, որ ես արդեն ունեմ, դա ափսոս է ուղղակի կտրուկ փոփոխության ենթարկել, հատկապես որ ես գիտեմ, չէ, տեսեք, ժողովուրդը ուշ արձագանքում ամեն ինչին, ու ժողովուրդը ոնց մի բանի սովորել է, ընտելացել է, ուզում է միշտ այդպես տեսնի։ Ես դա հասկացել եմ։ Այսինքն ինձ ոնց ընկալում են, ուզում են տեսնել այդպես ու այդ են ակնկալում։ Եթե ես անում եմ ուրիշ բան, այդ ուրիշ բանը անողներ կան, ու ավելի լավ, ու ավելի վաղուց անողներ կան։ Ու այդ մարդկանցից են սովոր լսել այդ ուրիշ բանը, իսկ ինձանից սովոր են լսել այն բանը, որը որ ես երկար տարիներ արել եմ։ Եվ կարծում եմ նաև խելամիտ չի լինի այդ ամեն ինչը թողել, այսինքն արդեն հարթեցված, նաև իմ կողմից հարթեցված ճանապարհը թողել, գնալ ինչ որ նոր ճանապարհների փնտրտուքների մեջ, հատկապես այն դեպքում, որ ասեցի, այդ ճանապարհներում արդեն շատ շատերը լիքը շատ ավելի վաղուց ու լավ բաներ արել են։ Քանի որ ձեր հանրությունը սիրում է ձեզ ոչ միայն որպես արտիստ եւ երգիչ, այլ վերջերս նաև սիրում է որպես հայր, երաժշտական կարիերան, Բլոգեր հայր։ փոքր մի կողմ թողնենք եւ անցնենք ընտանիքին, ինչպիսի հայր եք։ Եվ ինչպես փոխվեց ձեր կյանքը հայր դառնալուց հետո։ Ես վերջերս հենց այս հաղորդման շրջանակներում եկել էին մեր տուն ու նկարել էին իմ աղջկան, ինքն այնտեղ պատմում էր, թե ինչպիսի հայր եմ ես։ Մի քիչ ես էլ էի զարմանում իր պատմածների վրա, թե ես ոնց եմ օրինակ երեկոյան գալիս ու իր համար միացնում Sigma Boy-ը ու ապարում դրա տակ, որ ինքը ուրախանա։ Ես ասում եմ Շուշանա, բայց ես ապարել եմ քեզ, այ տենց ոնց որ դու էիր ցույց տալիս Sigma Boy-ի տակ, դե ասում եմ պապա, բա նկարում էին հաղորդում, ես պատմում եմ, որ հետաքրքիր անցնի, ուրախ անցնի։ Փոքրիկ արտիստ է մեծանում տանը, հա, երեխաներին տեսեք սենց եմ։ Իրանց հետ կարամ խաղամ, զբաղվեմ, ժամանակ անցկացնեմ, դուրս տանեմ, մի խոսքով ինչ կարանի պապան իրանց հետ կենթանի դառնամ իրանց համար, ինչ որ խաղեր խաղամ, բայց գալիս է մի կետ, որ ես ուզում եմ այդ ամեն ինչից կտրվեմ, մտնում եմ սենյակ կամ գնում եմ, ասում եմ ինձ հանգիստ թողեք, ինձ չմոտենաք, հանգարց, կամ եթե ինչ որ ստեղծագործական բան է գալիս, տենց process-ը սկսվում այդ ժամանակ էլ, եւ եթե հոգնած եմ լինում այդ ժամանակ էլ, ես լրիվ տենց կարամ փոխվեմ։
Իսկ երեխաների հետ ինչ ընդհանուր նախասիրություններ ունեք եւ աղջկա եւ տղայի եւ ում հետ են ավելի շատ ընդհանուր նախասիրությունները։ Հա, դե տղաս դեռ փոքր է, նախասիրություններից այն եմ հասկանում, որ ինքը շատ է սիրում դուրս գալ, ինձ արդեն զորով տանում է դուրս ու ես էլ եմ սիրում դուրս, դրսի հետ կապված բաներ, հույս ունեմ, որ մի քիչ ավելի տարիքը մեծանա, կարամ իրան տանեմ բնություն, քաղաքից դուրս ծանոթացնեմ մեր բնաշխարհին, որը ես էլ շատ սիրում եմ, ես սիրում եմ քաղաքից դուրս, բնություն, ակտիվություն, արշավներ եւ այլն։ Աղջիկս այդ առումով չէ, այս պահի դրությամբ ինքը ավելի նստակյաց է ու դժվար է համոզվում։ Երևի որ ավելի մեծը հասկանում է այդ էլեկտրոտեխնիկային կպելա մի քիչ, կարող է դրանից էլ է։ Աշխարհը հեռախոսում է, հա։ Նու աշխատում ենք տենց չլինի այդքան, բայց կա տենց բան։ Իսկ թեկուզ տանը ընդհանուր նախասիրություններ կան, թե ոչ։ Տանը հետ։ Դե հա, իրանք երկուսն էլ օրինակ կինս էլ, իմինան էլ սիրում են երաժշտություն, երգել, պարել։ Սենց մեր ընտանիքը երևի երկու մասից, մեր կողմը երգի կողմն է, երաժշտական կողմն է ապահովում, կնոջս կողմը պարը։ Իրանք տենց պարի գծով են լավ ու ինքը շատ լավ սիրում պարում է, հենց մեր ազգային պարերը 10 տարուց ավել պրոֆեսիոնալ պարի է գնացել ու տենց երկու պար իրար հետ ստացվել մեր տան քեֆերը ուրախությունները տենց է հոպարը ես պապան տենց երաշտական մասն ենք ապահովում իրանց էլ ասում ենք դուք ձեր պարի խմբով մասնակցեք Քանի որ տղան դեռ փոքրիկ է բայց Շուշաննայի մոտ նկատվում են երաժշտության հանդեպ նախասիրություններ տաղանդ ձգտում եւ ոնց եք դրան վերաբերվում ինքը երբ որ երգում է ունի սիրելի երգեր կամ չսիրած երգեր, երգում է տոնայնության մեջ։ Բայց ինչ որ տենց տվյալներ առանձնացող ինչ որ բան, այս պահի դրությամբ դեռ չեմ տեսնում, երևի շուտել է, դեռ 5 տարեկանը բավական քիչ է, չնայած Հայրիկի դեպքում 6 տարեկանում համերգներ է տալիս, հիմա որ հիշում եմ մեծ նվագախմբերի հետ, բայց կապ չունի, տարբեր տարիքում է տաղանդը արտահայտվում, բայց ես այս առումով ասեմ իմ մոտեցման մասին, ես իրան ընդհանրապես չեմ ոչ համոզում, ոչ կողմնորոշման վրա փորձում ազդել, թե ինքը ինչ ընտրի, որտեղ ինքն իրան լավ կզգա, թող դա ընտրի։ Բայց ցանկություն կա ներքին այսպես փոքրիկ պահած, որ հայրիկի ուղին շարունակեն, թե Տղայի դեպքում այդ մի քիչ աղջկա դեպքում չկա։ Աղջկա դեպքում հակառակը։ Շարունակում ենք զրույցը Գուրգեն Դաբաղյանի հետ։ Գուրգեն, կարծես սիրում եք ճամփորդել։ Եվ ինչ խորհուրդ ունեն ձեզ համար ճամփորդությունները։ Ճամփորդությունը իմ կյանքի հետ եկող բան է, տենց ստացվեց իմ մասնագիտության բերումով, որ ես համել ճամփորդեցի շատ փոքր հասակից, երևի 7-8 տարեկանից արդեն ունեցել եմ համերգային շրջագայություններ եւ հավաքական համերգներ եւ մենահամերգներ շատ քաղաքներում, երկրներում, բացի այդ էլ սիրում եմ ճամփորդել, կինս էլ է շատ սիրում ճամփորդել, իհարկե ես իմ մասնագիտական ճամփորդություններից արդեն հոգնում եմ շատ անգամ ու այդքան չի ձգում, բայց եթե երկար է լինում դադարը, նորից ցանկություն առաջանում։ Ճամփորդությունը ես կարծում եմ ամենալավ գիրքն է, ամենալավ դասն է, որ մեզ կարա սովորեցնի կյանքում։ Ամեն մշակույթի, ամեն տարբեր տիպի մարդկանց հետ շփվելուց, արվեստի տարբեր ճյուղեր տեսնելուց կլինի ճարտարապետություն, թե չգիտեմ համերգներ կարաս հաճախես եւ այլն, մարդուն կարծում եմ ամենաշատը փոխող բանը հենց դա է, պատահական չի, որ հենց հնուց օրինակ եթե նույնիսկ Սայաթնովային վերցնենք, անդադ ճամփորդելու վրա շատ շեշտ է դրվել, ճամփորդելով են ճանաչել աշխարհը, ճամփորդելով են բացահայտել աշխարհը եւ նաեւ իրանց մեջի եղող շատ բաներ, տաղանդներ կապված ստեղծագործականի հետ ճամփորդելու ժամանակ է բացահայտվել եւ արտահայտվել։ Իսկ ամենավառ հիշողությունները որ երկրի հետ են կապված կամ երկրների գուցե։ Ընդհանրապես ճամփորդության Դե մեր առաջին ճամփորդությունն է տպավորիչ եղել, որ ամուսնացել էինք, մեր առաջին ճամփորդությունը Բալի մեկնեցինք, հետաքրքիր կղզի է իր մշակույթով, տենց մի քիչ հինդուիստական, ես վերջերս անցած տարի եղա Ավստրալիայում, որ շատ միշտ ուզել էի, բայց չէ եղել, դա արդեն համերգներով էր, մենահամերգային շրջագայություններ Սիդնեյում, Մելբուրնում,
չգիտեմ, էլի հետաքրքիր ճամփորդություններ շատ են եղել։ Մեր Ռուսաստանի ճամփորդություններն են շատ հետաքրքիր, դաժան եւ ուրախ, որ քաղաքներով գնում ենք շատ հոգնած, բայց համել ուրախ։ Դե համել աշխատում ենք, վերջապես վաստակում ենք։ Մի խոսքով հետաքրքիր են շատ անցնում ճամփորդությունները։ Իսկ այն որ ուղղություն, որը հիմա եք պլանավորում կամ երազում, ճամփորդական ուղղության մասին է խոսքը։ Հիմա այս հաղորդումն ես պետք է անեմ իմ ինան չնայի, որովհետև ինձ համոզում ա, որ այս ամառ ինչ որ բան պլանավորենք, ես մայիսից համերգների եմ գնալու ու չեմ ուզում այդ ճամփորդությունը կոպիտ ասած ուզում եմ անդադ ցրեմ։ Բայց այնուամենայնիվ ամենավառ տպավորությունը ստեղծել է ձեզ մոտ անձնական ճամփորդությունը, ոչ թե գործնական։ Այս հարցը հիմա երեխաների հետ դժվար կլինի, հա։ Դասավորած լինի իր կողմից։ Դե հույս ունեմ, որ մի լավ ճամփորդություն կպլանավորենք եւ կգնանք։ Շատ դիվանագիտական պատասխան էր։ Իսկ երեխաների հետ եք պլանավորում այնուամենայնիվ։ Երեխաների հետ այդ տիպի ճամփորդության գնալը իմ համար Շատ դաժան բան է։ Միայն իմ դիակի վրա։ Մայրիկի համար եւս պատկերացնում ենք ինչ բարդ է։ Երեխաների հետ շատ լավ է, բայց ինչ որ ճամփաներ գնալ, անքուն, թռիչքներ, ինչ որ դու բան չես հասկանում։ Երեխան էլ է մեղք, ինքն էլ չի հասկանում, այդ փոքր տարիքում չի հիշում։ Շատ քիչ բան իրան օգուտ կտա, բայց շատ տանջանքներ ու նյարդային վիճակներ համոզված եմ, իմ հետ կհամաձայնվեն բոլոր ծնողները, հա, մեծանան, ասենք 10 տարեկանից վեր կարելի է որ հասկանան, քեզ օգնեն ինչ-որ հարցերում, իսկ մեկը քնել է, մյուսի շորը բռնի, մյուսի չգիտեմ ինչ, այս վիճակները ես չեմ սիրում ու չեմ նախընտրում։ Այսինքն ես սիրում եմ ինչը որ նպատակի համար արվել է, դրան էլ ծառայի։ Դա չի լինելու հանգիստ։ Միանշանակ ծնողները ավելի շատ անհանգստանում են փոքր երեխաների հետ ճամփորդելիս։ Էլ չեմ ասում ճանապարհներին մրսել, հիվանդանալու հետ կապված լիքը բաներ, շարք, որ դժվարացնում է process-ը։ Ճամփորդությունները, բայց նաև արկածներով են շատ լի։ Համոզված ենք նաև, որ զավեշտալի արկածներ հանդիպած կլինեն ձեզ։ Ամենատպավորիչը կա։ Վերջինն եմ հիշում, Ռուսաստանում ենք, Ուֆա քաղաքում, մեկի հետ պայմանավորվել էի, բան պետքա բերեին ինձ փոխանցեին, մեր ծանոթներից էին, ու որտեղ որ պայմանավորվել ենք, մի հայ ինձ տեսել ու ճանաչել է։ Ես գիտեմ այդ մարդն է, մոտեցավ, բարևեց, խոսացինք։ Ասեցի դե հա, սպասում ենք էլի, այդ ինչ որ բանը պիտի փոխանցեր, սենց ինքնը չի հասկանում ինչի մասին եմ խոսում, եղավ Գուրգեն ջան, ձեռքը տվեց ու գնաց։ Ասի բայց բան պիտի տարինք, ինչ եղավ, ընկերոջս հետ եմ։ Ասում եմ, չգիտեմ, հիմա գնանք հետևից չգնանք, անցավ մի կես րոպե, իսկականը եկա։ Ու մենք այդ ժամանակ հասկացանք, որ ինքը չէր։ Մտածել էինք, որ ինքն է, բայց ինքն է մեզ չէր հասկացել։ Ինչ անսպասելի եւ սպասված իրադարձություն է եղել դա ձեզ հանդիպող եւ ձեզ ճանաչած մարդու համար, որովհետեւ ողջույն, ես էլ քեզ էի սպասում։ Ու մտածում եմ ինչու էր Գուրգենը իրեն սպասում, չէ՞։ Այդպես է եղել։ Ամենագիտեք ինչն է հետաքրքիր, որ անսպասելի տեղերում հայտնվում է հայ ու ճանաչում է։ Ու դու չէիր ուզի, որովհետև քեզ տենց հանգիստ էիր զգում, քո ուզած ձևով հագնված, ինչ որ վատ տեսքով կարողա դուրս ես եկել, բան իմ հետ տենց բան եղել է մի անգամ Հնդկաստանում, պատկերացնում եք, ես Հնդկաստանում եմ ու այդ խառնաշփոթի մեջ այնտեղ հայության մասին խոսալը նույնիսկ ավելի այնքան խիտ է, բնակչությունը այնքան շատ են, ու ինձ տենում ճանաչում է մեկը, ես էլ հագ հնդիկի շորեր, սենց լայն շալվար բան էի հագած։ Մտածել է երևի ես։ Ու մի անգամ էլ կարծեմ Իտալիայի քաղաքներից մեկում էլի որ չէի ուզի ինձ ճանաչեին, շատ հոգնած, ուռած աչքերով, չքնած, վատ տեսքով էլի մի հատ հայ ճանաչեց, բան արեցի, ստիպված sense տարօրինակ աչքերով ու տարօրինակ վատ բաներ արեցի դեմքով, որ ինքը մտածի ես չեմ հաստատ, որ հնարավոր չէր Գուրգեն Դաբաղյանը sense խախտված ելներ։
Երևի մտածես չէ, էսի գիժա ինքը չի։ Հուսանք, որ այդպես էլ տեղի է ունեցել, որովհետև եթե այնուամենայնիվ մտածեր Գուրգեն Դաբաղյանն է, Դա ավելի ծանր կլիներ։ Բայց եթե հիմա ինքը նայեց, ուրեմն մտածեց, որ չէ։ Իմացավ։ Սյոտը ինքը։ Որ դուք եք։ Ասացիք, որ համերգային շրջագայության եք պատրաստվում մայիսից։ Դա հիմնական նախագիծն է, որի շուրջ աշխատում եք հիմա։ Դե էլի նախագծեր ու պլաններ կան։ Տեսեք, երգեր կան մի քանի, որոնք պատրաստման ընթացքի մեջ են, որոնք պետք է հիմա գործիքավորվում են, հետո կունենան իրենց տեսահոլովակները։ 25 թվականի 30 մենահամերգ ունեցա Ռուսաստանի տարբեր քաղաքներում, սա նրա շարունակությունն է։ Այս տարի ծրագրում ենք հիմա եւ աշնանը նույնպես 50-ից 60 դառնա։ Եվ ամբողջ Ռուսաստանով մեկ մենահամերգների շարքը երևի թե այս տարի կվերջացնենք։ Առաջիկա ծրագիրը դա է համերգների հետ կապված եւ ունեմ երգեր եւ իմ ստեղծագործություններից եւ ոչ միայն, որոնք շուտով ինչպես է աննմանը տեսահոլովակով կհանձնեմ ժողովրդին։ Անհատական երգեր են թե համագործակցություններ, դուետներ եւս սպասում։ Անհատական են, դուետների մասին հետո։ Շատ լավ։ Դե մենք առաջարկում ենք, քանի որ weekend է, մեր զրույցն ամփոփենք խաղով, յուրօրինակ ու հետաքրքիր։ Հիմա մեր պատեկրանին հայտնվելու են հայկական էստրադայի մերօրյա երգերից խոսքեր, եւ մենք խնդրելու ենք ձեզ դրանք երգել ժողովրդական կամ աշխուղական ոճով։ Դաբաղյանական։ Սերս երամ սիրտս տանի ու Իվետա Մկոչյանի երգն է։ Սերկա երկնքում Երևանի։ Սերկա երկնքում Երևանի մետա Սերս երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Նոր տարբերակ։ Այո։ Այս երգի Աշուղ կարելի է նաև դուետ ունենալ, չէ՞։ Պետք է մոչանի Աշուղ Գուգոն եւ Ինչու ոչ։ Աշուղ Գուգոն։ Եվ իվետան։ Հաջորդ երգը Այս ոնց որ ինձ անծանոթ է, Հայկոյի երգն է եւ Քրիստինե Պեպելյանի դուետը Քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր։ Քեզ եմ ես սիրում Ուշացած խոսքեր Դու էլի մեջ ես ու չկա Էլսեր Մենք էլ ենք խաղի մեջ, մենք էլ ենք խաղի մեջ։ Փոքրիկ հիշեցում է։ Մենք դուետ ունենք ուղղակի, այն կոչվում է։ Երբեմն դու ինձ հիշիր ու քո սրտում պահիր երգը իմ սիրային քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր դու էլի մեջ ես ու չկա էլ սեր գուցե մի օր հանդիպենք իրար գուցե դառնանք անծանոթ օտար Դե սա անհավատալի է։ Ապրում են ուղղակի ձեր մեջ։ Այ քեզ բան։ Վերջը փորձեցի բերեմ լուծեմ տոնայնության լադի մեջ։ Էլի կա։ Օ, գնալով երկարում են երգերը։ Հարցերը Կարող ենք ընդհանրապես մի տունը երգել, ոչ ամբողջը։ մի հատ սայլ կասեք, որն է։ Ապրում եմ, որ քեզ սիրեմ, շուշտերը թամփուր եմ։ Տարինց յարիս կողքից։ Էս գիտեմ։ Փչում է հովը, չէ՞։ Այո։ Քամի փչիր տարինց յարիս կողքին ինձ տարինց փչում է հովը սարից կանչում է սիրահարին քամի փչիր տարինց յարիս կողքին տարինց փչում է հովը սարից կանչում է իր սիրահարին Ընտիր։ Անհավատալի, ինչպես կարող է Մենք երգը փոխվել։ մենք նոր ալբոմ անել, մշակումների հայկական էստրադային երգերը։ Էլի կա։ Քամի Այս քամի մշակումներով։ պոկերին սերն առանցավի, չէ՞։ Ես ուզում եմ ամեն մեկը տարբեր լինի լադով ու ռիթմով, որ իրար նման չլինի։ Օ քամի պոկիր իմ սերը առանց ցավի հետո համբուրիր պոկված կեղևը ծառի թող վերքս ցավ պատճառի ցավ չպատճառի Բրավո։ Վերջում պոզիտիվով էլի ցավ չպատճառի Էլի կա Մեր թիմը չի հանձնվում։ Մենք ալբոմ ենք ձայնագրում հիմա ուղղակի։ Փոքրիկ ինտրոներ ենք ձայնագրում ալբոմի, որ հետո Երազը թող որ դառնա չկրկնված ու մի նոր կինո կյանքներ իրական
Թող որ սպասի մենք հետ կգանք մի օր, հետո պիտի քայլենք մենք երկուսով համբույրների ճանապարհով։ Դրադիդամ, մենք կհասնենք մեկ է իրար դրադիդամ, դեռ չկապված կամուրջներով, տալալամ, տալայլամ։ Ընտիր։ Սիրտս մի լավ քեֆ ուզեց։ Այսքանն էր, բայց ամեն դեպքում այս գաղափարը Ալբոմը ձայնագրելու մասին մտածեք։ Հա, Մերսի։ էստրադային երկերը Հաշվի կառնենք նկատի շոկական ունենանք։ մշակումներով, ինչու ոչ։ Շատ հետաքրքիր կարող է ստացվել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Օրվա լավ շնորհակալություն ենք մաղթում եւ միշտ սպասում ենք ձեզ մեր տաղավարում նորություններով։ Մերսի շատ։ Ձեզ նույնպես։ Իսկ մենք ողջևորված ենք, սիրելի հեռուստադիտողներ, եւ շարժվում ենք առաջ։